խոսքի թեման էս եմ արել, որ մի վախենա, միայն հավատա։ Գիտեք, շատ անգամ մեր կյանքի մեջ լինում է պահեր, որն էր էս հարուրապետի դեպի Քրիստոսին գալը, իր հավատքը։ Ինքն էր հավատացել ու եկել դեպի Քրիստոս։ Ինքն էր հավատացել եկել, որ Քրիստոսից բժշկություն առներ իր աղջկա համար։ Այսինքն դա իր հավատքն էր, որ բերեց դեպի Քրիստոս։ Բայց եղավ մի իրավիճակ, որը որ հասկացավ, որ իր հավատքը դժվար է սրա մեջից անցնելու համար։ Բայց Տերը ասեց՝ մի վախեցիր, միայն հավատա։ Մեր կյանքի մեջ շատ անգամ մենք գալիս ենք Տիրոջը մեր հավատքով, մեր ոգևորությունով, մեր ամենչով, բայց գալիս է մի վիճակ, որը որ ոնց որ մեր հավատքը չի հերիքում էլ առաջ գնանք։ Ոնց որ այդ ամեն ինչ արդեն մեռած լինի մեր համար, իրավիճակը մեռած լինի, սիտուացիան մեռած լինի։ Գիտենք ինչ որ մի ժամանակ հույս կար դա լուծելու համար, բայց հիմա նայում ենք ոնց որ մեռած է, այդ հարցը չի լուծվում։ Բայց Տերը նույնն է կրկնում, ասում մի վախեցի, միայն հավատա։